Այսօրվա ձեր ներկայացրածը ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ստել է հանրությունից թաքցնելով, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում անցած տարի նոր դիրք են կառուցել։ Այսօր այս պնդմամբ Պաշտպանության նախարարության մոտ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմակիցներն էին հավաքվել եւ նախարարից պարզաբանում էին պահանջում։ Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի ունեցել դիրքային առաջ խաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով Որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել եւ տեղ-տեղ էլ առաջ եկել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Միասնության թևեր նախաձեռնության ղեկավարը հայտարարել էր անցած շաբաթ։ Ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման։ Արման Թաթոյանին նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել Պաշտպանության նախարարը։ ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Պարոնայք, մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը։ Պաշտպանության նախարարի եւ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամների այս փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ Civilnet-ն ու Factor TV-ն ստուգել են Արման Թաթոյանի հայտարարությունները եւ պարզել, որ ամռանը Սոտքի հատվածում ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել, որի մի հատվածն էլ Հայաստանի սուվերեն տարածքում է։ Այդ դեպքում ինչու էր նախարար Պապիկյանը խորհրդարանում պնդում, թե Արման Թաթոյանը ստում է եւ ինչպես են Հայաստանի իրավասու մարմինները արձագանքել Հայաստանի տարածքում դիրքեր կառուցելու Բաքվի քայլերին։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ռազմական գերատեսչությունից, սակայն խոսնակը մեր զանգերին օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց։ Իրականությունը շատ պարզ է, որ այո, ադրբեջանական կողմը որոշ բարելավումներ արել է։ Հայ-ադրբեջանական հակամարտությունները լուսաբանած լրագրող Թաթուլ Հակոբյանը չի հասկանում։ Իշխանության ներկայացուցիչները ինչու են թաքցնում, որ Ադրբեջանը հայկական տարածքներն օկուպացնելուց հետո դիրքեր կառուցելով ամրապնդվում է Հայաստանի սուվերեն տարածքում։ Հակոբյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ մի այդպիսի դիրք էլ կառուցվել է օգոստոսին, երբ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում հայտարարում էին, թե խաղաղություն է հաստատված։ Նրա կարծիքով իշխանությունը առհասարակ փորձում է մոռացության մատնել օկուպացված տարածքների հարցը։ Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է, որ այո, հնարավորինս շատ քիչ հիշենք այդ 250 քառակուսի կիլոմետրի մասին եւ ավելի շատ գովենք, գովաբանենք, ինչպես իրենք են անում, ասենք ադրբեջանական բենզինը եւ չգիտեմ, խաղաղությանը օժանդակող այլ որոշակի գործողություններ։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է հայ-ադրբեջանական սահմանազատմամբ։ Ըստ պաշտոնական Երևանի Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ Թաթուլ Հակոբյանի տեղեկություններով Բաքուն զավթած յուրաքանչյուր հատվածի համար քարտեզ է պատրաստել, որպեսզի սահմանազատման ընթացքում դրանք օգտագործելով հայկական տարածքները ներկայացնի որպես ադրբեջանական։ Իսկ սահմանազատման հայ-ադրբեջանական փաստաթղթում որևէ թվականի կոնկրետ քարտեզ չի ամրագրվել։ Այսինքն իրենք մի քարտեզով չեն առաջնորդվելու եւ ամեն մի զավթված տարածքի համար, եթե նույնիսկ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ընթացքում այս տարածքների փոխանակման այս գործընթացը լինի, միևնույնն է ադրբեջանական կողմը փորձում է դա հիմնավորել, որ այս տարածքները մերն են,
Արման Թաթոյանը նաև պնդել էր, որ Հայաստանի տարածքում Բաքուն ճանապարհ է կառուցել։ Այս դեպքում եւս Civilnet-ը պարզել է, որ ադրբեջանական կողմն իսկապես Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքերը տանող ճանապարհները։ Թաթոյանը նաև պնդել էր, թե Ջերմուկի հատվածի օկուպացված տարածքում տեղակայված երկու դիրքում եւս հապշտապ ամրաշինական աշխատանքներ են արվել։ Այս դեպքում սակայն ըստ Civilnet-ի դեռ 2023-ին են աշխատանքներ իրականացվել։ Եվ մինչ լրագրողներն ուսումնասիրում են պաշտոնյաներին եւ նրանց ընդդիմախոսների պնդումները, քաղաքացիական պայմանագրի падգամավոր Լիլի Մինասյանը անցած շաբաթ խորհրդարանում Սուրեն Պապիկյանի հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկում էր օրենսդրական մի լուծում, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչության հերքումից հետո թեմային անդրադառնալ։ Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են այս ընթացքում նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք լիազորված մարմնից հետո, եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերը տիրաժավորելը եւ պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, օրինակ, որոնք որ շարունակում են այդ լուրերը տարածել։ Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք։ Դա մի ցուցիչ կլինի, որ Հայաստանը խոսելով արևմտյան արժեքների Եվրամիության մոտենալու մասին գնում է դեպի արևելք, դեպի բռնատիրական երկրներ։ Տարակուսած է լրագրող Թաթուլ Հակոբյանը, ինչպես կարող են նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ արգելել լրագրողներին իրենց աշխատանքն անել։ Իսկ պաշտոնյաները հատկապես անվտանգային հարցերով ասում է, միշտ չէ որ ճշգրիտ տեղեկություն են տալիս, հիշեցրեց 44-օրյա պատերազմի պաշտոնական լրահոսը, որ ապա տեղեկատվության ցայտուն օրինակներից էր։